Ինձ համար մի բան պարզ է, որ չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան լիազորություններ։ Եվ նախագահի պաշտոնը պետք է հակակշիռ լինի նման դեպքերի համար։ Նախագահը պետք է հակակշռելու հնարավորություն ունենա։ Դատական համակարգը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ։ Սա ուղղակի մի խայտառակություն է այն ամենը, ինչ կատարում է դատական համակարգում։ Այո, պետք է անպայման գնալ որոշակի փոփոխություններ։ Ես ժամանակին այս համանadrության դեմ եմ արտահայտվել։ Համանadrությանը ծանոթանալով ես այս բոլոր վտանգները տեսել եմ։ Այն ժամանակ ասում են սուպեր վարչապետություն եւ այլն, տեսանք սուպեր վարչապետության հետևանքները։ Բայց փաստի հետ առնչվելով մենք պետք է հասկանանք, որ ինչ որ բաներ այո պետք է հետ պատտացնենք։ Առնվազն նախագահը ոչ թե այն խորհրդարանով պետք է ընտրվի, նույն խորհրդարանը ընտրում է վարչապետը, նույն խորհրդարանը ընտրում է նախագահը, նույն խորհրդարանը ընտրում է BDԽ-ը, նույն խորհրդարանը ընտրում է Սա բան է, աբսուրդի բան է։ Ուրեմն դու պիտի ենթադրես, որ խորհրդարանում ոչ մի կուսակցություն չպետք է 51% ունենա, անընդհատ պետք է ինչ-որ կոալիցիաներ լինեն, գոնե այդ կոալիցիաները իրար հետ ինչ-որ իրար հակակշռեն։ Բայց եթե այդպես չի, ուրեմն գոնե պետք է ունենաս այլ զսպող ինստիտուտ, որը ունի առաջնային մանդատ զսպելու գործադիր իշխանության։